Փաշինյանն ասում է, որ եթե իրենք չընտրվեն, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինչու է ձեզ շանտաժ անում Փաշինյանը եւ արդյոք դուք այն մարդն եք, ում հետ նա կարող է այդ ձևով խոսել։ Պատերազմը մարդը երբ աշխարհայք է, ամեն օր պատերազմ է։ Եթե ուզում ես ապրես, պետք է կռվես։ Լույսը բացվեց, պատերազմը սկսվեց։ Կյանքը կռիվ է։ Առանց կռվի գոյություն չկա։ Գոյության կռիվ է կյանքը, աղջիկս։ Վախցնում է ժողովուրդ։ Որ ինչ անի։ Որ ինչ անի, որ ուրիշի չընտրեն, ինքը ընտրի։ Գլուխը պատինա տվենքը։ Վախեցնում է ժողովրդին։ Էդի սուտ բաներ է, ոչ մեկ չի կար ասի դες բան, թող սուտ պարաշներ չանեն, որ չնդրվեն պատերազմ կլինի, ընդրվակ ինչ արեք որ հիմա չնդրվի։ Որ ընտրվիրել ինքը էլի պատերազմ ալելու։ Փաշինյանը Ղարաբաղը ինչպես անցնեց, այնց էլ Սունիկը ինձ կարող է մենակ ճանապարհ տա։ Ստից ասում են ճանապարհ ալում ասեն, բայց ուրիշներին լսում ենք, որ ախպերը պետք է նես ճանապարհ ալելու, որ հայ զինվորի պետք է ադրբեջանցի չտեստ էդ ինչ դուս եկավ, որ մեր այն մի հարևան ունենք Իրանը մեզնից արդեն առանձնացավ։ Նախ Իրանը թույլ էլ չի տա, հիմա ժամանակը խառն է, այս պատերազմները ավարտվի, Իրանը թույլ չի տա։ Իրանի համար էդի կարմիր գիծ է, ես չգիտեմ ոնց է, էդի ելնում Իրանը թույլ չի տա։ Ինքը Իրանը ինչ ասել են, ինքն էլ է տա մեզ փոխանցել։ Իհարկե։ Իրանից դուրս բանը հնարում, որպեսի ժողովուրդը իր կողմն է տան։ Ու այդքան մի բան։ Ոչ մեկ չի կարող այդ որ կանխավ գուշակել, պատերազմ կլինի, դե չի լինի։ Փաշինյանը նման հայտարարության անում, որտեղ ինքն ուզում է նորից վարչապետ նստի, պետք է անի ով իրելնի իր ձեռքի եթե հնարավորություն կա, պետք է անի։